Ողջույն սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ քաղաքագետ Արամ Ավետիսյանի YouTube-յան ալիքում։ Ես Արթուրն եմ եւ այսօր Արամը ինձ խնդրել է, որպեսզի ես այստեղ գամ, սա Բաղրամյան Պրոշյան խաչմերուկն է, խնդրել է, որ այստեղ սպասեմ եւ քիչ անց նա կժամանի այստեղ եւ տեսնենք ինչի համար ինձ այս փողոց կանչել, ինչ է այստեղից սպասվում մեր հեռուստադիտողներին, իսկ մինչ Արամի ժամանել պետք է խնդրեմ սիրելի հայրենակիցներ, բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որպեսզի նոր տեսանյութերի ծանոթություններ ստանաք առաջինը, ինչպես նաև լայքեք եւ կիսվեք տեսանյութով, որպեսզի ավելի շատ հայրենակիցներ տեսնեն մեր հաղորդումը։ Արամը ինձ հայտնեց, որ Բաղրամյան փողոցով է գալու եւ հիմա տեսնենք նա կժամանի այստեղ եւ մանրամասներ կհայտնի, թե ինչի համար են ամես բերել այս փողոց։ Եվ մենք տեսնում ենք Արամի մեքենան ահա ժամանեց, հիմա նրանից փորձենք ճշտել, ինչի համար ենք մենք այս փողոցում հիմա գտնվում։ Ողջույն Արամ, ողջունում եմ քեզ, պետք է խնդրեմ մեր հեռուստադիտողներին ներկայացնես ինչի համար ենք եկել Բաղրամյան Պրոշյան խաչմերուկ, ինչի համար ես ինձ այստեղ հրավիրել։ Եվ ինչ է սպասվում մեր հայրենակիցներին։ Ողջունում եմ մեր սիրելի հայրենակիցներին եւ նշեմ Արթուր, որ մեզ բազմաթիվ մեր քաղաքացիներ ահազանգել էին այս վերջին ամիսներին, նշել էին, որ այդտեղ ոմն ինչ-որ պոռնիկանոց կա, գիշերային ակումբ, որտեղ համ չեն թողում մարդիկ հանգիստ քնեն, դեբոժներ, չգիտեմ, խփոցներ ամեն երեկո, բայց ճիշտ է մեզ հետաքրքրում, որ երբ մենք սկսեցինք հետաքննել ով է սրա տերը, ում բիժնա ինչա, ինչ պարզվեց, որ սա Չընթրլո Սիրուշոյի եւ Լևոն Քոչարյանի տես քավոր ունեն գենա, որի հարսը պուտանկա է, մենք բացահայտել ենք, դրանց այդպես տանիքությամբ այս ամեն ինչը տեղի ունենում եւ այս հիմնարկում ուղղակի պոռնկությամբ են զբաղվում, նաեւ նշենք, որ քրեական գործ կա հարուցված, բայց ապագայում էլ ավելի քրեական գործային հարուցվելու, որովհետեւ մենք այս ընթացքում սկսեցինք մեր հետաքննությունը եւ գաղտնի նկարահանումներ ենք արել այս ակումբի ներսում, մեր աջակիցները, մեր հայրենակիցները մեզ փոխանցել են, թե ինչա տեղի ունենում, իսկ այստեղ պոռնիկանոց է։ Այսինքն մանրավաճառության բնորան, նախագահականի դիմաց։ Բաղրամյան փողոցում, այո, նախագահականի հարևանությամբ, բնակելի շենքի հարևանությամբ միանգամից գիշերային ակումբ է։ Այո, Արթուր, եւ իշխը շատ ցավալի, որ այս ամեն ինչի մեջ թաթախված է պոռնիկ Ղարաբաղից մազապուրծ եղած Ռոբերտ Քոչարյանի թայֆեն, նրա քավորի այդ գենայի ընտանիքը, հարսը, այդ պուտանկ են, որը որ Մոնակոից, Ռուսաստանից, Ղազախստանից այդպես պոռնիկներ են մատակարարում այս հիմնարկ, այս ակումբ, ու ինչ են անում սրանք, սրանք այդպես շատերին գաղտնի նկարահանում են, որպես կոմպրոմատ որ ունենան, մարմնավաճառություն է ուղղակի տիրում, փողով օրինական, չգիտեմ, լեգիտիմացած մարմնավաճառություն է Արթուր, եւ այդ ամեն ինչի գումարները ուրա գնում է Արցախից թռած, այն որ 6 կինոյի արդեն նկարել, ինչ-որ ինքը իր սուրբ ընտանիքը, այդ Ղարաբաղցի պոռնիկի, այդ Քոչարյան Ռոբերտի թայֆի ջեբն է գնում ու ինչ-որ սրա տերն էլ դրան էլ կհանդառնան, ով է սրա տերը, ժամանակին ճշտել ենք, որ տարիներ շարունակ Ռոբերտ Քոչարյանի անվտանգության աշխատակից է սրան կրիշ եղել, այդպես տիրություն արել, հետո բնականաբար Քոչարյանի թայֆեն արդեն փողի հոտ է արել եւ ինչպես որ Հայաստանը թողանեցին 30 տարի, եւս իրանցով են արել հիմնարկը եւ պոռնիկներ են մատակարարում արտասահմանից այդ իր քավորի հարսի միջոցով եւ Արթուր, նորից եմ նշում, վերջերս անգամ այդ մարմնավաճառներից ինչ որ մեկը, որը որ մարմնավաճառ չէր, ասում էր ես որպես աշխատակից եմ եկել, բայց ստիպել եմ որ մարմնավաճառությամբ զբաղվի, քրեական գործ է հարուցվել, հոդվածներ կա տպված մամուլում, դա եւս մենք կանդառնանք, այդ երիտասարդ աղջիկը հրաժարվել է ու ինչ-որ տնօրենը գործից հանել է, գումար է պարտքնացել, այսինքն այդտեղ Արթուր մենյուում անգամ նշված է գումարով ինչը ինչ արժի։ Հիմա Քոչարյան Ռոբերտ, քեզ ու քո բջջային բերելու եմ գցեմ ստե, արա, այդպես ծառայություն մատուցես։ Պուտանկի ծնունդ, որ ես ազգին ինչ օրենք գցել։ Ուրիշ խաղ չունեին խաղալու, Երևանի կենտրոնում պոռնիկություն պետք է տարածեն։ Ու նորից եմ նշում նախագահական նստավայրի դիմաց։ Արթուր, սա անելու բան է, մեր սուրբ երկրում։ Սրանք ուր մտել են, պղծել են Արթուր։ Սրանց քոքը պետք է կդրվի այս երկրից։ Արամ, տես իհարկե հիմա մեզ կասեն հեռուստադիտողները տարիներ շարունակ գործել է, ինչու ձեն չեք անել, կամ ինչու պատկան մարմինները ձեն չեն անել, երևի ուշադրության կենտրոնում չի եղել կամ
այն որ ասում է ուժեղ կրիշ են ունեցել ժամանակին, բայց հիմա Բաղրամյան փողոցում նախագահականն է, ազգային ժողովն է, մենք տեսանք 48 պետությունից երկրի ղեկավարներն եկի Հայաստան եւ ուղղակի անընդունելի է, ինչու՞ պետք է մատաղ սերունդը անցնելով կողքով տեսնի, որ Երևանի կենտրոնում, Երևանի սրտում կամ երկրի հյուրերը տեսնեն, որ գիշերային ակումբ է գործում, թեկուզ եթե ցերեկային ժամերին հիմա մենք նկարանում ենք անում փակ է ժամը 8:20-ից է գործում, բայց ինչին անգամ պետք է այս պլակատը տեսնել։ Դե Արթուր, տեսեք, գիշերային ակումբ կարա գործի կամ ինչ-որ ոչ մեկ դեմ չի, օրենք գոյություն, բայց ոչ գիշերային ակումբ չի ենթադրում պոռնիկության տարածում, Արթուր։ Դե օրինակ ես գիշերային ակումբներ գիտեմ, որոնք Երևանից դուրս են, արդեն մարզերի ճանապարհներին են գտնում, ոչ թե։ Բացի այդ Արթուր, ասում են պայքարում ենք ինչ-որ նարկոտիկի, չգիտեմ, եկեք սես տեղերը տեսեք ինչ է կատարվում։ Ինչքան դեղցերող բարիք կներեք արտահայտությունս համար, ինչ կեղտ ասես հասարակության, սենց վայրերում են։ Գիշերային ակումբը թողելի գործի, ոչ մեկ դեմ չի, բայց մի բանա գիշերային ակումբը, մի բանա կներեք պուտանկանոցը, պոռնիկանոցը։ Դրանք տարբեր բաներ են Արթուր։ Եվ ես նորից եմ նշում, թող այս ով որ սրա տերն է, ինչ որ Արսենը անունը, ինչ որ երկու աղբեր են, ինչ են, այ համբան։ Վեգալստեի վեշերիդ այդ պոռնիկներից գնա ձեր տունը ինչ ուզում ես արա, ինչ քաղաք ուզում ես կեր Քոչյան Ռոբերտի, Սիրուշոյին էլ կանչիկ քելեն կերքի կամ չգիտեմ, դլեի ամանը։ Կամ Ստեփանակերտ կերքեք համբալներ։ Այս ժողովրդին Երևանի կենտրոնում, այսինքն երիտասարդները գիշերը այստեղ անցնեն, զբոսնեն, ուստի այդ ականատեսին այս ամեն ինչին։ Ես պատկերացնում շենքի բնակիչները ստրես են ապրում, բայց բարձրահարկ շենքը եւ այս բնակիչները ամեն երեկո մենք նորից եմ նշում, մենք այսօր կհրապարակենք բացառիկ տեսաձայնագրություններ, որտեղ ասում եմ մենյուն բերում են, մենյուի մեջ գրած է ծառայություններ սեռական բնույթի։ Պատկերացնում ես Արթուր։ Այդ մենյուն կողելու եմ ասեցի որտեղ Քոչյանի ու դրա այս տերն ով այդ Քոչյանի ճուտը։ Դրանց համապատասխան տեղը, որ հասկանան, որից հետ գնացեք ձեր բջերին դասիրակեք ձեր բջերի հետ այդ ամեն ինչով արեք հաջորդ հետ դուք կապ չունեք թազա փող աշխատելու ձև է սա խաղերը Ղարաբաղը ծախին սա կերան հիմա եկել են ժողովրդին են ջահելներին են բացում եւ Արամ պետք է նաեւ իրավապահ համակարգը դիմենք նաեւ ներքին գործերի նախարարության դատախազությանը եւ այս տեսանյութերի հիման վրա մեր տեսանյութը արդեն մեր տեսանյութը մեր եթերը այսօրվա ինքնին հանդիսանալու է հաղորդում հանցագործության մասին, որտեղ այդ ձայնագրությունները, տեսաձայնագրությունները ես բանից չեմ Սաշիկ Սարգսյանի Իսպանիայի Ալիկանտեի տնից չեմ բերել։ Մեր քաղաքացիները նկարահանել են, մեզ փոխանցել են։ Եվ ստացել ենք արդյունքը եւ հրապարակենք անպայման այսօր։ Ձեր վերջը եկել է Ռոբերտ Քոչյան, հունիսի 7-ին դու ուղևորվելու ես այս թայֆիթ հետ։ Ու այն խավորիտ պուտանկա հարցի հետ ուղևորվելու ես պատմության սովետաշինի աղբանոց։ Ու այսօր դրա խավորը ինչ-որ ստենդը մեզ խոսում է, բաները հաչացել։ Դրան էլ կանդառնանք կպատասխանենք։ Դե Արամ, առաջարկում եմ տեղափոխենք արդեն տաղավար, այնտեղ շարունակենք մեր նկարանումներից։ Դուք սիրելի հայրենակիցներ, բաժանորդագրվեք քաղաքագետ Արամ Ավետիսյանի YouTube-յան ալիքին, որպեսզի նոր տեսանյութերի ծանուցումները ստանաք առաջինը։ Մենք այդ ազատել աշխատանքից էքսպորտի տարբերությունը ասեք, անձես, ազատել աշխատանքից նշանակումը պարուն գալիս է արկեստրանոր տրամադրության, իսկ այս բոլորը գաղաթին հասկանալի է նշանակում, այս սահմանափակումներ, էքսպորտում սահմանափակումներ չգետնում։ Աղա ասենը, չորտակինում են ասենը, Ոչ, ասենի միլիոնար բարեղատ, կազմված, ոչ կտակի չկար։ Ինչ համասում նրան։ Եկոր կատերքը արդեն հասկանալի ինչա մուսում։ Համանապակումներ ոչ, կարոյիների հետնատին, ոչ, ասենի հետնատին, ոչ, հետնատին, Arnavutlu artık boş. Ne bari hangi?
Դեն սիրելի հայրենակիցներ, հարգելի Արամ, մենք վերադարձանք մեր տաղավար եւ այստեղից շարունակենք մեր եթերը։ Սիրելի հայրենակիցներ, դուք ձեր աչքերով տեսաք Շարլոտ Կաբարե ակումբի հետ կապված Արամի ներկայացրած հիմնավորված փաստարկները եւ Արամ, խնդրում եմ, եթե ունես այլ տվյալներ հայտնես եթերում։ Շնորհակալ եմ Արթուր հարցի համար, ողջունում եմ մեր սիրելի հայրենակիցներին եւ նշեմ, որ մենք կարճատև դադարից հետո վերադարձանք եթեր, շատ կարեւոր գործով ենք զբաղված, որովհետեւ հունիսի 7-ի ընտրություններին այդպես խորհրդարանական ընտրություններից 1 օր առաջ հունիսի 6-ին մենք բացահայտելու ենք եւ փաստերով ներկայացնելու ենք, թե Հայաստանի Հանրապետության տնտես նախագահ կա, որի հարցը, ինչպես գիտեք, ցրտել է Միացյալ Նահանգներում եւ այդ երեխայի այդպես մայրը համարվում է նա չի համարվում, որի մասին բոլորը գիտեն, բայց փաստեր չունեն։ Մենք այդ գործով շատ կարևոր մարդկանց հետ ենք հանդիպել եւ սպասում ենք մի շատ կարևոր ինֆորմացիայի, երբ հունիսի 6-ին ուղղակի այդ նախագահի անունը չեմ տալիս, որովհետեւ բոլորը գիտեք, ինքը եւ իր երկչույի հարցը ուղղակի հայտնվելու են ոչ թե Սովետաշենի աղբանոցում, այլ Երևանի այդպես Շինգավիթ վարչական շրջանի կոյուղու մեջ եւ մենք փաստերով նրանց ուղղակի մերկացնելու ենք եւ ցույց ենք տալու, թե սրանք ինչ տիպի վիժվածք են, ինչ աստիճանի սրբապիղծ են, երբ անգամ այդ երեխան, որը որ ծննդաբերել է բաց են փակագծեր ռուսկին, թե այս վիժվածքներին ընդհանրապես այսպես նշեմ կանադառնանք այդ գործով շատ կարևոր բացահայտում է սպասվում հունիսի 6-ին, բայց հիմա անդառնանք այս շուտ Շարլոտ Կաբարե գիշերային ակումբի դեպքին, մինչև մեր քաղաքական հարցերին անդառնալը, սա եւս շատ կարևոր հարց է, որովհետեւ մեզ բազմաթիվ անգամ այս ընթացքում մեր Երևանի բնակիչները ահազանգում էին կանայք, որոնք որ նաեւ Բաղրամյան փողոցում են ապրում, ասեն չեն կարող քնենք խփոցիներ, չգիտես շուխուր, դեբոժներ եւ նաեւ պոռնկության տարածում, պոռնկության դեպքեր Երևանի կենտրոնում։ Մենք բնականաբար քանի որ նման վայրեր չենք այցելում, տեղյակ չենք ընդհանրապես որ նման վայրեր կան, թե ինչ պղծություն է տեղի ունենում այդտեղ, ես ուղղակի զարմացած եմ, որ հայ տղամարդիկ ուղղակի զարմանում ես, ուղղակի հետաքրքրվեցի այդ Կաբարե Շարլոտի հետ կապված, պարզվում է Սերժիկ Սարգսյանի տարիներին ինչ որ դեպք ա եղել, պաշտոնյաներ են այնտեղ իրար վրա կրակել, ինչ որ մի երկու հատ պուտանքի համար։ Այդ որ կռիվ էր Ղարաբաղ պատերազմներ, արա մեկը այդ զենքերը չվեկալակ ելնեիք գնայիք կռվեիք, երկու հատ պոռնիկի համար իրար տվիք սպանիք իրար վրա կրակիք, այդ եք դուք։ Սերժիկի Քոչյանի պաշտոնյանի ինչ պետք է լինի։ Պոռնիկի համար իրար խփող։ Եվ մենք սկսեցինք հետաքննություն։ Նաև դուք անոնսում տեսաք արդեն մեր փաստերը, որոնք որ նկարահանվել են այդ գիշերային ակումբի ներսում, գաղտնի նկարահանումներ են, որը որ մեզ դիմաց քաղաքացիները նշել էին, որ իրենք կարող են գնանք, քանի որ մենք գնանք մեզ դեմքով ճանաչում են, միանգամից կդիմեին փախուստի այդ սեփականատերը եւ այդ աշխատացնող այդ իրանց կազմակերպության անդամները, բնականաբար մեզ դիմաց քաղաքացիներից մի մասը գնացել եւ նկարահանել էին, որովհետեւ մենք արդեն փաստերով ունենանք եւ ներկայացնեմ ձեզ սիրելի հայրենակիցներ մեր հետաքննության արդյունքները։ Ինչա պարզվել, որ այդ Շարլոտ գիշերային ակումբի սեփականատերն է հանդիսանում, ոնց Արսեն, խնդրեմ, այս ներողություն արտահայտությունից համար, այս ֆուցոնի դեմքը ցույց տամ մեր հայրենակիցներին։ Սա ուրեմն ինչ ճշտեցինք մենք սրա կենսագրությունից, այս կեղտի։ Ուրեմն սա եղել է Ռոբերտ Քոչյանի անվտանգության այդպես աշխատակիցներից ոմն անձնավորություն կա, որ սրան տարիներ շարունակ Ռոբերտ Քոչյանի տարիներից այդպես սկսած հերություն է արել, փայ ա եղել սրա հետ, նայելա որ բարման ասող չունի եւ սա այդպես այդ իր գործունեությունը ծավալի մուծվել է դրան, այնուհետև մենք ճշտեցինք, որ կամած Ռոբերտ Քոչյանի քանի որ Քոչյանը չտեսա, ուր դե 2 կոպեկ տնա բջերին կառնիկը վազի, որ այդ բիզնեսը իրանով անի, չմոռանանք այն հերախոսի բիզնեսը ոնց խլեցին իր հորթ տղու հետ այդ մեր հայ երիտասարդներից, որոնք որ Կիպրոսում են հիմա, ինչպես փայ մտան բոլոր բիզնեսներում, ինչպես Վիվասելում փայ մտան, կոմբինատը Քաջարյանի փայ մտան վաճառեցին։ Այս ընթացքում ի՞նչ է տեղի ունենում, քանի որ Ռոբերտ Քոչյանը մենակ չի գործում, այդ Ղարաբաղյան կլան կոչվածը դրանք
մարդիկ են, որոնք որ նաև Մոսկվայում են բնակվում, բիզնեսներ ունեն Քոչարյանի հետ եւ ինչա պարզվել, որ այս Արսենին արդեն այդ երբ հասկանում են, որ մեծ գումարներ կարելի է վաստակել եւ ասել ես քոսոտովը որ թողենք մենակ այդքան փող աշխատի, պետքա մեզ մուծվի, սա էլ դե որպես շարքային եթին, որը որ հեր չունի, գնում է միանգամից ընդունում է հերությունը, ասում է թողեք աշխատեմ, ինչա պետք, ինձ կրիշավատ արեք, այսպես ժողովրդի լեզվով ասած, բերեմ մուծվեմ։ Մենակ թե իմ գործը անեմ, պորնիկներին մատակարարեք, այդպես ես սա փաստերին կանդառնամ, ուրեմն ինչա տեղի ունեցել։ Մոսկվայում Մազապուրց եղած Շահումյանից մի հատ եւս ադրբեջանցի կա, Ռոբերտ Քոչարյանի բջերի Չընթրլո Սիրուշոյի եւ Չընթրլո Լևոն Քոչարյանի հարսանիքի քավորը Գենադի ազգանուն չեմ հիշում այդ թուրքի, շո Ստեփանը, ինչ այդ Երևան պլազայի սեփական անտերը, որը որ Սողոմոնյան Վիկտոր այդ երևույթին ֆինանսավորում է, այդ Alpha News կոչվածին, գիտեք Սողոմոնյան Վիկտորին խեն ֆինանսավորում, որտեղ Ռոբերտ Քոչարյանի սիրուհին է եղել տարիներ շարունակ, այդպես պրոշտին արդեն լցնում միշիկի պես զուգվել զարդարվել, վաղը կարող կյաժ ներգի մազերը Սողոմոնյան բլանդին կա դառնա Սողոմոնյան Վիկտորը, բայց Սողոմոնյան Վիկտորի հետ կապված առանձին մենք եթեր ենք անում, որտեղ նա կարմիր գծերը անց է, շոր իմ հասցեին հայույանքներ են գրել նրա Եվնուխները Telegram ալիքներում եւ այդ հայույանքները այդ ամեն ինչը sense փոխանցելու եմ ես ու եթերում Սողոմոնյան Վիկտորին իր երեխեքին իրական գան Չընթրլո եւ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին, բայց հիմա անդառնանք այդ գենա կոչվածին, ուրեմն սա Ռոբերտ Քոչարյանից քավորն է, Մոսկվայի օլիգարխ է, Քոչարյանի հետ օրթախ է եւ Ռոբերտ Քոչարյանը քանի որ հին աֆերիստ է, այսպես նշեմ, իսկ հիմա նաեւ չունի իշխանություն Հայաստանի Հանրապետությունում, որպեսի պալիտ չլինի, ինչ է արել, գենային ասել արի դու ես գործը կրիշավատարա, մեկը փայենք իրար հետ, օրթախ ենք եւ ինչա պարզվում է, որ գենայի որդին եւ Պուտանկա հարսը, որին մենք եւս բացահայտել ենք, խնդրեմ, մոտ մի քանի շաբաթ առաջ նաեւ ծննդաբերել է այս Պուտանկեն եւ փոքրիկ թուրքա լույս աշխարհ եկել, խնդրեմ Մոնակոյում, խնդրեմ սիրելի հայրենակիցներ։ Ուրեմն սա Մարիան այդպես գենայի հարսը նրա որդու Շագորի հետ, սրանք Սիրուշոյի եւ Լևոն Քոչարյանի սանիկներն են, դվինում կհիշեք, մենք բարձր ներկայացեցինք պատերազմից հետո, թե ինչպես էին Քոչարյան Լևոնով, միջի այդ Ղարաբաղ Արցախ էին գոռում, հուզվել էին, պատվորում էին ապրում, Ղարաբաղը կորցրել ենք, բայց տրենգի էին ապարում։ Հոր պապական գեզմանը զուգան դարել, ենք տրենգի էին ապարում դվինում իրանց թայֆով, բնականաբար բացահայտեցինք, բայց ինչա տեղի ունենում, ուրեմն այս պորնիկը այդպես պորնիկները մատակարարում այդ ակումբ Ղազախստանից ճշտել ենք, Ռուսաստանի Դաշնությունից եւ Մոնակոից։ Եվ նշեմ հենց հիմա թե ինչա տեղի ունեցել մոտավորապես 2 ամիս առաջ։ Շարլոտ ակումբի տնօրենն աշխատակցին առաջարկել է գումարի դիմաց սեռական հարաբերություններ ունենալ տարբեր անձանց հետ։ Խնդրեմ Shamshan.com-ի տեղեկություններով մարտի 30-ին արտարոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժինը զանգահարել Ղազախստանի քաղաքացի 40-ամյա Ալեքսանդրա Պ. եւ հայտնել, որ նույն օրը Բաղրամյան պողոտայի 25 հատվածում գտնվող Շարլոտ գիշերային ակումբի տնօրենը իրեն առաջարկել է 150,000 ՀՀ դրամ գումարի դիմաց սեռական հարաբերություններ ունենալ տարբեր անձանց հետ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ալեքսանդրա Պ. ոստիկաններին հայտնել է, որ ինքը հրաժարվել է, ինչի թասիբով մարդ է եղել, կին է եղել, ինչի արդյունքում տնօրենը իրեն հեռացրել է աշխատանքից, չվճարելով այս տարվա փետրվարի 10-ից մինչև մարտի 30-ը աշխատած 320,000 ՀՀ դրամ գումարը։ Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։ Հիմա այս տնօրենը բնականաբար սա չի կարա լինի առանց այդ ֆուցոնի ներողություն խոսքիս համար, բայց չեմ կարող նման գնահատական չտամ այդ Արսենի, որը որ արդեն Երևանի կենտրոնում սրանք զբաղվում են կներեք արտադրությունից համար սուտինորությամբ։ Այսինքն մենք այն օրն ենք հասել, որ Երևանում արդեն մեծ սուրբ հողում
Պորնիկի տղա Ռոբերտ Քոչյանի բջերը երկի թալեն են հերիք չի, այլ մարդ բան են Պորնիկու բան են բերում ուրիշ երկրներից, որ ստեղ ինչ որ նման գործունեություն ծավալեն։ Սա փաստերն է, եւ դուք նաեւ տեսակ փաստերը ցիլի հայնակիցներ, թե ոնց են այդ ակումբի մենյուում գին են գրե, այնտեղ էլ ասում են գինը վճարի, վեկալ տարին չուզում է սարա։ Այսինքն դուք պատկերացնում եք ուր ենք հասել 21-րդ դարում։ Բացահայտ Երևանի կենտրոնում, երբ որ այդտեղ երեխաներ են, ձեր երեխեքն են անցնում դպրոցական դասի են գնում, մայրերը, քույրերը ու այդ մեր Երևանում, երբ մեր հարազատները մեր սրբություններն են ապրում, գնում գալիս, այս պորնիկի տղեկը նման գործունեություն են ծավալում։ Դուք պատկերացնեք սրանք փողի համար ինչեր են ընդունակ։ Ոնց որ Քոչյանը իր պետությունը իր հայրենիքը վաճառեց։ Նույնն էս Արսեն Մարսեն էս ճտերը իր Չընթրլոսի ուշո էլ փող չկա աշխատելու, թայֆի թե չես իմանում ինչ անես, արա։ Թե ուզում ես մի հատ էլ ցրթես Ամերիկայում, փող եք բանում, որ տանեք այդ մի հատ ուրիշ ռուս կնոջ փող տակ կամ ամերիկյան թաղամասում տուն առնեք, ոնց որ առել եք։ Այսինքն սիրելի հայրենակիցներ, ես ուզում եմ բացահայտեմ, ներկայացնեմ, թե ինչի հետ մենք գործ ունենք։ Ու սրանք ուզում են հետ գան։ Սրանք ուզում են հետ գան, որ հայ ազգին էլ ինչ ասենք։ Հələ Ղարաբաղի հարցը այդ ամեն ինչը թալանը դնենք մի կողմ։ Բայց սրան էս էլ հո փաստերով է ամեն ինչ։ Վաղը այդ մարդիկ գալու են պատմեն, չէ՞։ Այդ մենակ Ղազախստանի քաղաքացի Ալեքսանդրապան չի տեղ եղել։ Բնել, գնել, դնել է եղել։ Ուրիշ երկի քաղաքացիներ ու գալու են մեզ հարցազրույցთან պատմեն, թե ոնց է գենայի պուտանկա հարցը իրանց ուղարկե այստեղ պոռնկությամբ զբաղվելու, որտեվ փայ ունեն իրանք այս բիզնեսից։ Բացահայտվեցից Քոչյան Ռոբերտ հերթական անգամ զիբիլի վրի կատու։ Միացածը թողում եմ մեր ժողովրդի դատին։ Ու ես հույս ունեմ, ներողություն Արտուր, ես հույս ունեմ, որ համապատասխան կառույցները հետևություններ կանեն, այլապես մենք հետևություններ կանենք ու հաջորդ եթերում կբացահայտենք, թե այս Արսեն կոչված կեղտը բացի Քոչյան Ռոբերտից, որտեղ ումա մուծվե, որ այսքան տարի այս պոռնիկությունը տարածել են մեր Սուրբ քաղաքում։ Ու նորից եմ նշում, ով որ այս ամեն ինչի հետ կապված է, խելքներդ գլուխներդ հավաքեք։ Ձեր տան էքերին կտանեմ Շարլոտ։ Չընթրլոս Յուշոյի տրենգի կպարեն։ Վիժվածքներ։ Եվ հույս ունենենք, որ գործը քննող դատախազը եւ քննչական կոմիտեն անկողմնակալ քննություն կանցկացնեն եւ կտան իրավական ճիշտ գնահատական տվյալ դեպքին եւ ոչ միայն տվյալ դեպքին, այլ մնացած դեպքին եւս եւ տեսանյութերի ուսումնասիրություն եւս կանցկացնեն։ Արամ, քանի որ մենք մեկ շաբաթից ավել մեր այս հաղորդումը չենք նկարահանել, սակայն նկարել ենք խոսում է Հայաստանը նախագիծը եւ զրուցել ենք մեր հայրենակիցների հետ, իհարկե հայ ժողովուրդը տեսավ հիշատակի օրներ ապրիլի 24-ին, այնուհետև քաղաքացու օրներ, մենք տեսանք աշխատավորի օրը, բոլորս միասին նշեցինք եւ որին հաջորդեց նաեւ Հայաստան ԵՄ առաջին գագաթնաժողով Հայաստանում եւ ինչու՞ չէ ԵՄ անդամ պետությունների 8-րդ գագաթնաժողով, որը տեղի ունեցավ Հայաստանում, մենք ֆանտաստիկ իրադարձություն էր, մենք տեսանք 48 պետության ներկայացուցիչներ զբոսնում էին Հայաստանի Հանրապետությունում եւ ի պատասխան Լուկաշենկոյի, ով անցած տարի հայտնեց, որ ում է պետք Հայաստանը բացի Ռուսաստանից եւ Բելարուսից եւ հիմա այսքան մոտիկ էին եվրոպական երկրների ղեկավարները եւ Եվրոպան մոտիկ էր Հայաստանին, ոչ թե մենք ենք գնացել, այլ Եվրոպան էր ժամանել եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եվրոպական գործընկերների հետ խոսում էր հավասարի հետ, ինչը չի եղել Ռուսաստանի դեպքում տարիներ շարունակ, մենք տեսել ենք Ռոբերտ Քոչյանը եւ Սերժ Սարգսյանը գտնվել են ուղղակի Պուտինի կրունկի տակ, եղել են միշտ ճխլված վիճակում եւ հիմա վայնասուն էր գալիս թե Ռուսաստանից եւ Բելարուսիայից եւ խուզեմ խոսենք մի փոքր վերլուծենք այս անցնող շաբաթվա իրադարձությունները, քանի որ բավականին կարևոր են Հայաստանի համար, շատ սպառնալիքներ ստացավ Հայաստանը թե Ռուսաստանից եւ թե Բելարուսիայից, օրինակ Մարիա Զախարովան ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը նույնիսկ սարկազմով ասաց, որ Ալեն Սիմոնյանը նախանձում է Բելարուսիային, որ
Բելարուսյան համամիութենական պետություն է դարձել եւ նաեւ բացահայտ ասեց, որ գազը կթանկանա, եթե ԵՄ-ի հետ ընկերություն անենք։ Շնորհակալ եմ հարցի համար, Արտուր, ես նշեմ, որ շատ մեծ իրադարձություն Հայաստանի Հանրապետության համար եւ նման երկրի այդպես քանակի ղեկավարություն եվրոպական համայնքը այստեղ նման միջոցառում էր մասնակցում միջոցառում էին կազմակերպել, բայց սա մենք պետք է դիտարկենք մի կոնտեքստում, որ այսինքն Նիկոլ Փաշինյանի հանդեպ այն աստիճանի վստահություն կա, որ մարդիկ 42-ից ավել այդպես ղեկավարներ եկել եւ հյուրընկալվել էին Երևանում, Հայաստանի Հանրապետությունում եւ ուղղակի մի քանի օր ամբողջ Եվրոպայում, ամբողջ աշխարհում խոսվում էր Հայաստանի Հանրապետության մասին, Երևանի մասին եւ դուք պատկերացնեք, թե ինչ էֆեկտ է սա ունենալու նաև բիզնեսի համար, նաև մարդկանց համար, որոնք որ այդպես որոշակի տուրիստական ծառայություններ են մատուցում, սա միլիոնավոր դոլարներ կարելի էր ծախսել, բայց նման գովազդ, որ արվեց Հայաստանը եւ Երևանը, եւ սա նորից եմ նշում, սա հայ ժողովրդի համար շատ մեծ նշանակություն ունի։ Ինչ վերաբերվում է նաև առանձին կցանկանամ անդառնանք Էմանուել Մակրոնի պաշտոնական այցին, նաև այդ մի քանի օր, երբ ուղղակի տեսակ, որ Փաշինյանի փողոցում քայլում էին, մարդիկ ինչպես էին ընդունում եւ դա արդյունք է Ֆրանսիայի վարած քաղաքականության, երբ նրանք միշտ եղել են հայի կողքին։ Շարլ Ազնավուրից սկսած, գիտեք, որ մենք ինչպիսի համայնք ունենք Ֆրանսիայում եւ շատ մեծ նշանակություն ունի Ֆրանսիայի պետական քաղաքականությունը։ Պետքի բա շար այն բանին, այն որ Քոչանեն այդ օր վիդեո էին գցել, որ Քոչանը բանին է դիմավորում Ժակ Շիրակին։ Բայց Ժակ Շիրակը քիչ էին գալի տես նկարվում, արա Ռոբերտ Քոչյան կամ հելի Քայլիկ Հյուսայն Պողոտայով, ոնց որ մեծ խոսում է Ժակ Շիրակի հետ։ Թե մարդկանց ծեծե ջարդը դցել եք քաղաքացիներ այդ օրին, մոռացել ենք մենք։ Մոռացել եք Դեմիրճյանի ցույցին ինչ օրը գցիկ ժողովրդին։ Բաբ Էդ էլ հո սարքած չէր, հո նկարած չէր, հո դերասաններ չէին բերել։ Հայ ժողովուրդը դուսր եկե Ֆրանսիայի նախագահի Հայաստանի վարչապետի հետ զբոսնում էին, նկարվում էին, ուրախանում էին։ Ամբողջ աշխարհն էլ նայում էր։ Մարիա Զախարովան էլ դրա համար էքստազի մեջ այնգե այդ կադրերը տեսելա։ Բա Մարիա Զախարովը թող Վլադիմիր Պուտինն էլ կա կամ այն Արկաշ Մեդվեդևը թող մի օր գան, հերն էլ այդն ժողովրդի հետ քայլեն։ Ասում եք բանա, մենք ձեր համար այսքան բան են կարել, կամ այն Քաչալ շունը են, Մարգարիտա Սիմոնյանն ինչ են, կեղտը։ Այն որ մարդուն թաղեց, հիմա էլ ինչ-որ արժեքներից է խոսում։ Սրանք այնքան պիղծ են, Արտուր։ Ես այս վերջերս ասում եմ դրա դոսեն ուղարկեք կարդամ այդ Մարգարիտա Սիմոնյանը ով է ընդհանրապես։ Պարզվեց, որ այդ Քյոսեյանը ինչ էր այդ տիգենը, որ մեռավ։ Դա էլ էր մեր դեմ խոսում, դրա համար մեռավ ինքը։ Ուրեմն ի՞նչ է պարզվում, որ էսի մինչև այս Մարգոյի հետ հանդիպելը ամուսնացած է եղել, ընտանիք ա ունեցել, էսի եկե բաժան է քանդե ընտանիքի յանով արես Հարիֆին։ Այսինքն սրանք այն աշճանի պիղծ են, որ հետաքրքրվում ես, ասես որ հասկանանք սրանք ոնց են ապրում։ Ինչ կյանքով են ապրում այսպես, ասած պարզվում է, որ պղծերի հավաքածու է։ Այս պղծերը մեզ ուզում են ինչ-որ մի հատ բան մունատ գան, մեզ ցույց տան, մեզ փրկեն, ոնց որ Արա Աբրամյանն է ուզում մեզ փրկի, չէ՞, մենք ասում ենք մի փրկի մեզ աղբեջ, գնա պուտանկա հարսիտ հետ կապված զբաղվի։ Այն որ դոշերը կադաստրով առաջ է տվել։ Այն որ Մոսկվայում այդ մարդ չկա, որ դրա այդ կներեք քնած չլինի, հարս է տանում տուն։ Իրեն հայ է համարում։ Այսինքն գիտեն, չընթրլոպ Արտուր խոս ինչ ասեմ, այդպես անիկն ասել չմոներ, բայց ինչ վերաբերում է Լուկաշենկոին, բնականաբար մենք նախանձում ենք Լուկաշենկոին, որովհետև մենք չգիտեմ, երևի ինչին պիտի նախանձենք, այդ իրանց որ 24 ժամ կոմբիկեր են ուտում, դրան նախանձենք, հա։ Ուզում հասնեմ ինչին նախանձենք մենք Լուկաշենկոյի կամ Բելարուսիայի։
որ Զախարովն ասում, ինչին նախ։ Արամ ներողություն եւ ինչ հականշական որ ներկայացնում է որ Լուկաշենկոն հանդիպել է բազմաթիվ երկրի ղեկավարների հետ, բան եւ այդ հանդիպումները աֆրիկյան պետությունների նախագահների հետ էր ու առաջարկում էր այդ բելարուսական տրակտորները ձեռք բերեն ուղակի կամ կարտոֆիլ առնել Իրանից։ Ընդհանրապես այդ հանդիպումները էր, բայց Հայաստան է գալիս 40-ից ավել պետության երկրի ղեկավար Լուկաշենկոն շաբաթը մեկ Պուտինի հետ է հանդիպում, ասենք, հիմա մենք իրենց գործը հանդիպում են լավ են անում, ով է իրենց կամ Սին Ցզինպինի հետ հանդիպեց մենք Հիմա որ Լուկաշենկոն մնացած Կիմ Չեն Ինի մեկ է բարի հույսին է, քո ասած այդ ընդեն աֆրիկական դրանք անգամ զարգացած երկրներ չեն, այն փախած երկրներ կան։ Եվ նույնիսկ այդ տրակտորները չեն էլ ուզում առնեն, ասում են մեզ պետք չի դա։ Վերջում ծախում են ուրիշի վրա, ասենք, էլի տրակտորը տալի որ հետները նկարվի։ Ինչին նախանձենք, էլի, ասում եմ այդ կոմբիկերին, ցավոք սրտի հայ ժողովուրդը 30 տարի տեսավ, Ռոբերտի Սերժի օրոք, Լևոնի օրոք կոմբիկեր էին տալի ժողովրդին։ Իրանք եկե թալնում էին Արտուր, իրանք երեխեքը Լոնդոներում սովորում էին, չգիտես, այն թանկանոց շոուերը հագնում էին, ոսկեղենը բան sense գցած մի 3 կիլո վրեքները ֆռում էին Եվրոպայում, ժողովրդին ասում էին կոմբիկեր կեր։ Հիմա խրխռում են Արտուր, որտեղ ժողովուրդը արդեն այս ամեն ինչը հասկանում է, որտեղ Նիկոլ Փաշինյանը ինչ է ասում, ասում է սիրելի հայրենակիցներ, 30 տարի ձեզ Քոչարյան սերժական խունտան ինչ է ասել։ Ասլա հանուն երկրի պետք է մեռնեք, հանուն երկրի պետք է կյանքը տաս, ամենա կյանքում մեծ նվաճումը դա հայրենիքի համար նահատակվելն է։ Բայց ցավոք սրտի մեր գյուղացուն, մեր խեղճուկրակ ժողովրդի զարակտային տարե գլուխները կերել են Ղարաբաղում, իրանք էլ երկրի թարնել են, բայց ինձ բջջից մեկը քիչ նահատակվեց Արտուր։ Բաթոյթար Սիուշոն նահատակվեր հանուն հայրենիքի։ Արամ քիչ Գոմեշ գորար բան էր, գրանատը քաշեր, հասներ բանի ադրբեջանցիքի վրա։ Թե պետք է ցրթի Ամերիկայում, ռուսին փոխտա, ասի մի հատ երեխա ունեցի, բանը, կուրաժի տնեմ, Արամ աշխարհով մեկ։ Երեխուն դեմքը խի ցույց ես տալի երեխու, արա, Սիրուշո։ Ասեմ խի ցույց չես, որտեվ քո երեխեն չի դի, դե ռուսա բեր այդ երեխուն, քեզ նման չի։ Այդ խեղճ երեխուներ էլ բան, Զաբելը, մեկ-մեկ որ չի ասում, Լևոն էս վերջերս տեսած Instagram-ում կապիկությունն է։ Լևոն Քոչարյանին ասում է, ձեր ամենասիրած անուն, ասում է Զաբել։ Վայ, ասում սրանք հնդկական կինոյի պերսոնաժ են Արտուր ընտանիքով հանդերձ։ Այդտեղ ես մտածում եմ Սուզան Մարկան այն ո՞նց է դրա այդ Զոնքաշն ով այն հրաչ մի հատ աներ կապիկություն անողներ են դերասաններ, չէ՞։ Դիմա վեննա գցեին, վայ Զաբել։ Բա Քոչարյան Լևոնիկ։ Բա Զաբելի դեմքը ցույց տուել է։ Այդ լավ մտում ինչ բան ասեմ Արտուր։ Այդ Քոչարյան Լևոնից ու Սիուշոից կյաժ մազերով երեխա ծնվեց։ Քոչարյան Ռոբերտ խաբարես որ թորը ուրիշից է ծնվել, արա։ Այ պատկաբդուշնիկ։ Դե մենք մանրամասն կներկայացնենք մեր մանրամասն սրանց բացահայտելու ենք այս կեղտես պղծերին Արտուր, այս կեղտերին, այս ոչնչություններին, որ ստենդը գողական են գնում իրանց բանը լավ տեղ են դրել։ Արա ձեր թորները սկի ձեր երեխեքից չեն ծնվում։ Դրանից խաբար եք արա, լավ տեղ եք խաղում։ Յուկայինք հատնու ձեզ գցենք քուչեքը։ Նորից եմ ասում, ներողություն Արտուր, թորերի երեխու դեմքը ցույց տան։ Ասենք ինձից հնարավոր է Արտուր ինձնից կյաժմազերով երեխա ծնվի ասենք։ Այդպես բան ո՞րտեղ եք տեսել։ Դե ներողություն, եթե ռուսի հետ քնես։ Հա։ Բայց ես կարող Ռոբերտ Քոչարյանի հետ քնեմ։ Մոտ ապագայում հունիսի 7-ից հետո։ Սա այդպես կես կատակ, կես լուրջ։ Արամ Ռոբերտ Քոչարյանին եւ իրենց հնդկական ընտանիքին քիչ անց կարադառնանք անպայման։ Քանի որ Ռուսաստանի թեմայից ենք խոսում եւ Բելարուսիայի եւ նաեւ ուզում եմ մի քանի թեմայի լարադառնանք, օրինակ ռուսական հեռուստաընկերությունների արդեն այն կարգի են Ռոբերտ Քոչարյանի համար ծառայություններ մատուցում եւ այո վայնասում, որ առավոտից երեկո խոսում է, որ Նիկոլ Փաշինյանը հարվածային գործիքներ էր նվագում, Եվրոպայից եկել էր Կրկեսը, Մակրոնը, տենց շատ ծանր տարան նաեւ Ուկրաինայի նախագահի Զելենսկու այցը Հայաստան, որ ինչի դիմավորեցին Զելենսկին մարդասպան է, բայց իրանք չէ, իրանք սուրբ են եւ իրանց համար դե եզրասաղոթում է 24/7 եւ նույնիսկ պատկերացնում է Զատուլինը հայտարարել է, որ Փաշինյանի հաղթելու դեպքում
Ռուսաստանի Դաշնությունը չպետք է ճանաչի արդյունքները։ Եվ իդեպ Ռուսաստանում գտնվող դեսպանն է կանչվել ԱԳՆ, նաև ԵՄ անդամ երկրների պետությունների նախագահներին հրավիրելու եւ Զելենսկու այցի հետ կապված։ Ես արդյոք Արսենիան Գուրգեն կոչվածին ընդհանրապես չեմ ուզում անդառնամ։ Դա ընդ դեսպան է, բայց չգիտենք ինչով է զբաղված։ Ես առաջի անգամ եմ ասում, թող մեր սիրելի հայրենակիցները իմանան, երբ որ մեզ Մոսկվայում ձերբակալել էին, պահում էին ապօրինի, մոտ 6 ժամ մեզ պահել են, մինչև մենք մեր հարցերը լուծեցինք, մեր եթերը արեցինք, թքեցինք սաղի վրա, հետ եկանք, բայց զանգել ենք դեսպանատուն, զանգող չի եկել։ Հերախոս վեկալով չի եղել։ Արսենիան Գուրգո կարող է նարկոման տղուտ հետ պոկեր էր խաղում դեսպանատանը, արա։ Դրանց բացել չտեք է սրա հետ կապված։ Դեղին քարտ Արսենիան Գուրգեին, թող դա գործով զբաղվի։ Այս հոգնածը կդրեք արտադրությունից համար։ Հոգնած նկատի ունեմ, երևի հոգնելը իրան փոխելու ժամանակն է արդեն այդ կոնտեքստում, վատ չզգա հանգած։ Կամ նարկոս տղու հետ է երևի բան զբաղված։ Ասում եմ Արսենիան Գուրգո խելքը գլուխը հավաքի։ Արամ եւ հիմա Եվ ներողություն եմ խնդրում Արտուր, ես անցած հարցից այդ Քոչյանի անունը տալիս եք գիտեք իմ մոտ ինչ է արդեն առաջանում։ Ես Քոչյանն եմ ուզում հարցնել։ Ես մի հատ կարևոր բան մոռացա, այդպես շարունակություն ուղղակի չանդացա, տեսեք, ես երբ որ նշում էի, չէ, 30 տարի որ մեր հայ ժողովրդին խաբել են, ասել դու պետք է նահատակվես, մեռնես ժողովրդի, պետության համար, դրանից լավ բան չկա, դրանից այն կոն բան չկա, բայց տակից թալն է կերել են, հիմա Խեն խրխրում, որտեղ Նիկոլ Փաշինյանը ինչ է ասում։ Նիկոլ Փաշինյանը ասում է, եղբայրն այդ մեռնելն է պետության համար, հայել կա։ Բայց եթե կարաս չմեռնես, կարաս բարեկեցիկ ապրես, բիզնես անես, զարգանաս, աշխարհ տենաս, խի մեռնես ընկեր ջան։ Սխալ բան է Արտուր ասում։ Մարդ ասում է, եթե դու կարաս ապրես Հայաստանի համեսան քաղաքացի, զարգանաս, բարեկեցիկ լինես, աշխարհ տենաս, խի մեռնես։ Այ հենց այս թեզն է այսօր ամենաակտուալը, Արտուր, այստեղ խնդիրը խաղաղության մեջ չի։ Գիտեք, երբ ասում են ուզում ես խաղաղություն, պետք է բացասվես պատերազմի եւ մայիսի 28-ին մեր այդ ընդդիմադիր այդ ոչ լոտները Քոչյանի գլխավորությամբ համոզվեն, թե մենք ոնց ենք պատրաստվում պատերազմի։ Խաղաղության համար իհարկե, բայց ստեղ շատ կարևոր քաղաքագիտական տեսանկյունից թեզ կա։ Նիկոլ Փաշինյանի թեզը այսօր այլընտրանք չունի, որտեղ մարդ ասում է 30 տարի աղբեջ են, գնացել նահատակվել եք։ 30 տարի խեղճ հայ ժողովրդին տարե, որ ասում է Գյուլի Բերան Ղարաբաղ մերցրել են, իրանք բջերով, Մոնակոյով, բանով, Մոսկվաներով գույլատ են արել։ Հիմա ես մարդիկ ասում է սիրելի տրակտորիստ վաղինակի որդի, չես զում ապրես, չմեռնես, լավ ապրես, բիզնես անես, անքեզ վարդանք տրակտոր ար, փոխտանք ջերմոս դիր, գնա աշխարհ տես, այ այդ է Արտուր հարցը, ու սրանք դրա համար են խրխրում, որտեղ այդ իրանց թեզը արդեն էլ բանտեղ դնող չկա, արդեն էլ ժողովրդին չեն կարող կուտ տան, արդեն Սիուշոն չի կարա հելնի ասի վանք հավաքածուս, չգիտեմ ես իմ ինչ հավաքածուս, առանց Շուշի չեմ կարող ապրեմ, բայց բանում, Մոնակոյում հարստիկ է անում։ Ու գիտեք ինչն է հարցը, 3 ամիս հետո է նկարները գցում, որ ինքը հարսանիք է եղել։ Այս օրն ենք գցել սրանց, որ մեր անունը լսում են, մտնում են պատերի տակը։ Սենց է պետք է լինի սրանից հետո։ Արամ եւ օրերս միջադեպ տեղի ունեցավ։ Դուք Քոչյանից եք հարցնում այդ վիժվածքը։ Հա, Քոչյանն եմ գալիքի ջանց։ Իհարկե Քոչյանի մատը ամենտեղ լինում է, դրա համար եմ հերվից գալիս մի փոքր։ Գեգամ Նազարյանի եւ լրագրող Անի Գևորգյանի հետ միջադեպ եղավ, իհարկե սխալ էր Գեգամ Նազարյանի պահվածքը, որ վիրավորեց Անի Գևորգյանին, բայց օրինակ Քոչյանի եւ Սերժ Սարգսյանի համար ծառայող մեդիաները դա օգտագործեցին այլ տեսանկյունից, իրենց շահից բխող ժամանակին, երբ Գեգամ Նազարյանը երբ ընդդիմադիր պատգամավոր էր, բոլորը հայտարարում են այդ ծառայողները ասում են, որ դե զինվոր է կորցրել, նրան ամեն ինչ կարելի է, նա ամեն ինչ պետք է ասի,
նա հերոսի հայր է, բայց երբ Գեգամ Նազարյանը կանգնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողքին, Գեգամ Նազարյանը դարձավ ստրուկ, Գեգամ Նազարյանը դարձավ թուրք, հանձնող, չգիտեմ, շիրին պղծող եւ տարբեր այլ խոսույթներով սկսեցին հեղեղել ստատուսներ գրել, հին հարցազրույցներ դնել եւ նաեւ արամ մեզ շատ են գրում մեր հեռուստադիտողները նաև տեսանյութեր են տարածում 2021 թվականի քո հետ կապված ինչ-որ Վիկտոր Սողոմոնյանի թեթև ձեռքով մոնտաժված այո կպցված տեսանյութեր չեմ ասում արհեստական բանականության պատրաստ մոնտաժված երկկցած ուղղակի իրար կպցրած տեսանյութեր եւ ասում են տեսեք ձեր քաղաքագետը ով է եղել եւ ինչ որ իրար մեջ տենց ուղարկում են իրար բաներն ուզում ասել եւ նաեւ գովազդի տակ են դնում որ ինչ որ փորձելով վարկաբեկել քո անունը բայց չէ որ արամ ցանկացած մարդ ցանկացած բողոքի բաներ ունի եւ մենք էլ ասել ենք մենք ճունենք կարմիր գծերով սխալը ներկայացնում ենք սխալ եւ քննրեմ մի փոքր մեկնաբանեսա եւ ասենք ես ուրեմն անդառնամ այդ տեսանյութերից ելի հայնակիցներ դրանք մոնտաժված իրար կպցած ինչ որ տեսանյութեր են ինչ որ տեղից գթե այդ զիբիլիվրի կադրը ուզում են փորձեն ինձ վարկաբեկեն ես նշեմ որ մենք երբ որ քննադատում ենք մեր համար կապ չունի ով ուզում ալի քննադատենք եթե ինչ-որ բանը համարում ենք սխալ բայց այդ տեսանյութերը ինձ բազմաթիվ անգամ ուղարկում են մեր սիրելի հայրենակիցներ ժողովուրդ ջան մի ուղարկեք ես այդ ամեն ինչից տեղյակ եմ նորից եմ նշում դրանք ինչ-որ իրար կպցրած ստեղից ընդեղից հիմա ոնց որ Քոչարյանի ես գնահատական եմ տալի վաղը այդ վերցեն կդրեն կպցրեն մի հատ ուրիշ տեսանյութի մինչև այդ էլ կհիշեք Արթուր արհեստական բանականությամբ էին իմ հետ կապված տեսանյութեր այդպես տեղադրել ու տարածում ես այդ համատեքստում ինչ եմ խնդրում մեր հայրենակիցներին որ դուք ես միտումնավոր սիրելի հայրենակիցներ ոչ մի լրատվականի ոչ մի հեռուստաընկերության ոչ մի կայքի հարցազրույց չեմ տալիս այսինքն դուք միայն կարող եք իմ դիրքորոշումը իմ տեսակետը իմանալ տեսնել իմ մեր օֆիցիալ կանալներում YouTube-ում, Facebook-ում եւ TikTok-ում, որը որ մեր օֆիցիալն է, որին որ դուք բաժանորդագրված եք։ Միմիայն հետևեք այդ հարթակներին, որտեղ միմիայն ճշմարտությունը տեղ է զետեղված։ Եւ այդ կոնտեքստում, որ կարող են կադրել, մոնտաժել, մենք մեզ մոտ վաղուց ենք մենք դա որոշել, երբ մենք արդեն այս պրոյեկտը իրականացնում ենք, որ ուղղակի սկզբունքային է, որ մենք ոչ մի լրատվականի, ոչ մի հարթակի հարցազրույց չենք տալիս։ Տալուց միայն տալիս ենք գրավոր, որովհետեւ չկարողանան որոշակի բան փոփոխեն, կդրեն, չգիտեմ ինչեր կպցնեն իրար, այդ իսկ պատճառով հետևեք միայն մեր պաշտոնական կանալներին, այսպես նշեմ, ալիքներին։ Հիմա ինչ վերաբերվում է Գեգամ Նազարյանին, բնականաբար Գեգամ Նազարյանը ժամանակին Նիկոլ Փաշինյանին քննադատել է, նաև վիրավորել է, նաև բոլորս էլ հաշվի առել ենք, որ այդ մարդը բնականաբար ինձ էլ կարար վիրավորի, մարդը իր միակ որդուն կորցրել է պատերազմում, իր հարազատին է կարա վիրավորի, դա նորմալ երևույթ է Արտուր։ Այդ մարդը ցավի մեջ չի իմանում ինչ ա եղել, պատերազմ ենք պարտվել, բնականաբար դա բոլորս էլ հասկանում ենք։ Ինչ վերաբերում է այդ միջադեպի հետ կապված, մենք բնականաբար չենք հանդուրժում ցանկացած պարագայում կնոջ նկատմամբ սեռական բնույթի հայրան կամ նման վերաբերում, բայց դա չի նշանակում, որ այդ մարդուն պետքա սադրեն։ Ոստեղ խնդիրը միայն Անի Գեորգյանի մեջ չի, մենք Անի Գեորգյանի նկատմամբ շատ որպես լրագրող գործընկեր հարգանք ունենք, մյուսի նկատմամբ, այն մյուսի նկատմամբ, բայց սիրելի հայրենակիցներ, եկեք հասկացեք մի բան, որ այդ մարդը ի տարբերություն ձեր շատերի, իր որդուն կորցրել է պատերազմում։ Եվ եթե այսօր Գեգամ Նազարյանը կանգնել է Նիկոլ Փաշինյանի կողքին, ուրեմն ունի ծանրակշիռ փաստեր։ Եվ մենք ապագայում անգամ Գեգամ Նազարյանի հետ փորձենք որոշակի ֆորմատով տեսանյութ նկարանել, որպեսզի մեր հայրենակիցները եւս դա կարողանան տեսնել, որտեվ Գեգամ Նազարյանը այսօր ինչ է ասում, ասում է սիրելի ինդիմություն, Ռոբերտ Քոչարյան, ում հետ որ ինքը գիտեք ժամանակի թիմում է եղել։ Գեգամ Նազարյանը խիա դուրս եկել Ռոբերտ Քոչարյանի թիմից, որտեվ հասկանում է, որ այդ մարդիկ գալիս են կոտորեն այս ազգին։ Այն մարդը ասում է, ես իմ տղուն կորցրել եմ, չեմ ուզում որ հարևանը մյուսն էլ այդ վիշտը տենա, այդ ամեն ինչը տենա։ Այսինքն սխալ բան է ասում Արտուր Գեգամ Նազարյանը։ Այն օրը ես նայում էի շատ ճիշտ բան ասում, ասում է, բայց այդ որ Քոչարյան, Ռոբերտ ու Եվնուխներ, հելը ասում եք բանը,
Ղարաբաղը, բան, այսքան մենքան, մեր Հայաստանը, պատմական, Արարատը, չգիտեմ, Արևմտյան Հայաստանը, ասում եմ, բա, դες մեծ հայքից որ խոսում եք, Պարսկաստանից էլ ուրեմն հերեք պահանջեք, Սիրիայից է պահանջեք, Թուրքիայից է պահանջեք, բա ի՞նչ եք պահանջում։ Թե ռուսները ձեր վզին դրել են, ասեն մենակ Ղարաբաղից կխոսակ, քութիկներ։ Դրա համար Ղարաբաղ եք գոռում մենակ արա։ Մենք աջակցում ենք Գեգամ Նազարյանին, Արտուր, եւ նաեւ Գեգամ Նազարյանին շնորհակալություն ենք հայտնում, որ ինքը ի տարբերություն շատերի, որոնք որ ի հեճուկս նաեւ շատերի, որոնք որ իրանց բջերին, իրանց արտաթորանքներին բանակից ազատել են, Քոչյանի Սերժի Թայֆեն, այդ վիժվածքները, փախցեր տարել են Եվրոպաները, Լոնդոնները, այդ մարդը իր որդուն ուղարկել է Հայաստանի Հանրապետության սահմանները պաշտպանելու, ինչպես որ մենք ենք ժառանգին պաշտպանը եւ նորից եմ նշում, մենք Գեգամ Նազարյանի կողքին ենք անկախ ամեն ինչից, շատ ճիշտ է ինքը արտահայտվում, շատ ճիշտ քայլ է իրականացրել, ինքը աջակցում է Նիկոլ Փաշինյանին, բայց նա գաղափարի մարդ է։ Գեգամ Նազարյանը ապացուցեց այս տարիներին, որ ինքը շահի համար չի ինչ-որ մեկին, շահի համար էլ Քոչյանի շատ փողով ունի, հենա Քոչյանի հետ էլ էլի, միլիոններ են դրած, բայց այդ մարդը գաղափարի մարդ է, այդ մարդը հասկացել է, որ այն վիշտը ինչը որ ինքը ապրել է, վերապրել է, չի ուզում, որ իր հարևանը, իր քաղաքացին, իր հարազատը վերապրի, եւ այս կոնտեքստում նորից եմ նշում, սիրելի հայրենակիցներ, անկախ ամեն ինչից պետք է մենք եւս հանդուրժող լինենք եւ հասկանանք, որ այդ մարդը նորից եմ նշում, ի տարբերություն այդ սադրանքների անողների, այդ պրովոկացիան անողների իր որդուն կորցրել է եւ իր որդին զոհվել է մեր բոլորիս, մեր երկրի, մեր համար։ Մենք պետք է գնահատենք, մի օր գոնե մենք մեր հերոսներին արտուր գնահատենք, թե չէ։ Գեգամ Նազարյանին արա ինչ ասես ասիկ։ Տղեն թասիպով նամուսով կրվեց, մինչև վերջ մնաց հայկական հողի վրա կանգնած։ Ի տարբերություն են ֆուցնների կներեք ներվանացա էսել են մնացական լովայա ինչ հիմա ասել են բակոն զիբիլիվի կատուները այն գերանի պագոնները որ հենան շամպես հանձնվան ու այս վերջերս որ Ղարաբաղցիքն ասում գրմռում են բանի դուք չեն անում բան ասեն որովհետև տեղում իրեն ինչ տեղի կունենա ես Ղարաբաղցիքին վադման կյանքում չեմ ասել նորից եմ նշում սիրելի մեր արցախցիներ մեր հայեր մենք նույն ազգն ենք ես ժողովրդին կյանքում բան չեմ ասել ուղղակի ես Քոչյանի տուֆտեքը թուլեքը գնում խոսքերս փոխում են ու փորձում են ժողովրդին ինդեմ տրամադրեն ես մեր արցախցի ժողովրդին մեր նման տուժող ժողովուրդը ոչ մի վատ բան չեմ ասել հերոսական ժողովուրդ է պայքարող ես ասել եմ Ռոբերտ Քոչյան եւս մեկ անգամ քո համար եմ կրկնում վիժվածք ասել եմ քո ընկերների հետ կապված Բակոյի միացական լովը Արկադի Ղուկասյանի այն որ կնգան թողեց պուտանկի հետ ամուսնացավ այդ դուք էդ եք արա այդ էլիտային եմ ասել որ պետությունը Շարաման Սամվել վիժվածքին որ գնաց պետությունը լուծարեց ստորագրեց այլոս էր խաղում լրփի տղեն այմա հերոս Շարամանյան Սամվելը մի բան ասեմ մենք սիրելի հայրենակիցներ մենք եթե այս լեքսիկոնով ենք արդեն արտահայտվում մի բանի համար ենք արտահայտվում որովհետև մտնում տելեգրամներում Մեզ ինչ քֆուր ասես տալիս են, էլ մեր ընտանիքներին, մենք գիտենք ով է ֆինանսավորում, ով է փող տալի։ Մենք ուղղակի ի տարբերություն իրենց այնքան դուխ ունենք, որ սենց ուղիղ եթերով մեր դեմքով մտնում ենք եթեր ու ասում ենք այ լրփի տղեկ։ Ինչը որ մեզ ասել եք, մենք այսենց ուղիղ ձեզ ենք ասում։ Վիժվածքներ, այդ քֆուները փոխանցում եմ Սիյուշոյին։ Զարային Քոչյան, Քոյմի հարսին, են Խավորիտ Պուտանկա հարսին, Շարաման Սամվելի ընտանիքին, վիժվածքներ, տղայի կարա հետեք տղավարի բան եք ասում, մեր խոսած եք կարա, հելեք դեմներս, հելեմ դեմները քաքեք տակները տարա, ոնց որ Ղարաբաղում հելակ ձեր շիմների թողիկ փախակ, զուգանա դառե։ Արա բայսինին երրաբլուրում հանդիպեցին Ռոբերտ Քոչյանը եւ Սամվել Շարամանյան, այդպես իբրև թե շատ պատահական։ Երկու քույրն երկուսն է մի բոյին։ Այո։ Եվ քիմիա եղավ միանգամից տենց իրար ձեռ էին տալիս ուրախանում են եւ Սամվել Շարամանյանը հայտնեց որ այո Հայաստանի Հանրապետությունը ֆինանսական աջակցություն էր տալիս Արցախին բայց դա չի նշանակում որ ձրիակերի նման այնտեղ նստած էին բա ինչ են արել բա ինչ էի կարա այ վիժված բա ինչ էի խի լուծարիր պետությունը արա դու այնքան անթասիբ անաղված այն Վագիֆի պես անաղված քրդիշուն ես դու արա որ
մի հատ գրանատ ինչ էր, քաշեիր քեզ տրացներ, պատմության մեջ մնայր որպես մարդ, ոչ թե որպես պիղծ, որպես կեղտ։ Շահրամանյան շիրմաքարկ է իշեր գոմ։ Ասում եմ, սա գեզման չի ունենալու Արտուր։ Ու սրանց այդ Վագիֆի գլխավորությամբ այդ անաղված քրդիշան, որ գնաց Քոչյանիդ հանդիպեց։ Այդ ձեր Ղարաբաղցիկով հավքվեք, Շահրաման Սամվել Օգանովսկի, չգիտեմ, ընդ 48-նա կապի մեջ, չգիտեմ, Հերոս Եսիմովա, ասֆալտի ֆիդայիներով, հենց սիկտի եղեք Ղարաբաղ, Քոչյանի ձեռը բռնած։ Ու սրանք այնքան կեղտ են Արտուր, ասում եմ, չես, քնձեղները ես վերջում ինչ-որ վիդեոին նկարում ես Քոչյան Լևոնիկի գլխավորությամբ, հարցա տալի Լևոն Քոչյանին, Շուշիի բանին, Վագրին, Կովկասյան, չգիտեմ, Կատվին, ոնց որ հորն էին ասում։ Ասում ձեր սիրած ամենասիրելի քաղաքը ասում է Երևան։ Բայց լրբի տղա ասում էր դու առանց Ստեփանակերտ չես կարող ապրես։ Կանգատ հետ վեգալը Շուշիի եկեղեցու պատերի տակ մերար նկարվելով։ Ասում է Երևանը։ Կարող վաղնել ասես Լոս Անջելեսը։ Կեղտ։ Սրանք ասում եմ արդյոք սրանք ոչ ծիծաղած ոչ լաց է։ Այո։ Ինչ ասես։ Հեսա կշարունակենք կարամ ծիծաղալու թեման եւ եւս մեկը տենց սուտի հերոս, թփերի տակի հերոս Սեյրան Օհանյանն եմ ուզում անդրադառնամ, օրինակ ինձ քաղաքացիները երբ հանդիպում են իմ հարևանները զրույցների ժամանակ ասում են ինչի Սեյրան Օհանյանը կամ Ռուզիկը դատված չեն, որովհետեւ օրինակ ես վերջերս ծանոթացա մի գեներալի եղբոր տղայի հետ, ով այդ հեղուկ գազի կարգավորումներով մեքենայի վրա զբաղվում է հիմա, արդեն նախկին գեներալի այսինքն չունի կապիտալ դրած եւ այդ կապիտալը վայելելու եւ մարդիկ ինձ ասում են ինչի օրինակ Ռուզաննա Խաչատրյանը դոկտոր Ռուզիկը օրինակ սասֆուդ կորտում հացթուղ չի աշխատում չեբուրեկի չի թխում Սեյրան Օհանյանը սասֆուդ կորտի դիմացը պարկովշիկ չի աշխատում օրենքով նրա եկամուտները արդեն ֆինանսական միջոցները պետք է սպառված լիներ, քանի որ նա այլ պաշտպանության նախարար չէր, բայց փաստորեն դուրս է գալիս գլխավոր դատախազը ճիշտ է ասում այս ազգային ժողովում, որ նրանք այնքան մեծ կապիտալ են ստեղծել, այնքան մեծ գումարներ ունեն, որ կարող են տարիներ շարունակ ապրել ու ապրել, բայց նաև գլխավոր դատախազը բամփեց հենց ազգային ժողովում նրանց գլխին հայտնելով, որ նրանց տուները քանդվելու է հավասարեցվելու է Հենա Ռուզիկը քրեական գործով է անցնում ու ինձ մեր հայրենակիցներից Միացյալ Նահանգներից զանգարեցին, պատմեցին, ասում է այդ ինչ որ ժամանակին էլի ինչ որ օմեգա ստրիպտիզ ակումբ է եղել, բաժնում է Սեյանինն է եղել։ Այդ տարածքով բանով այդ գործով է կնիկը հիմա ինչ որ կեղծ թուղթն ես իմ ինչ սարք է որ վաճառել է իր բարեկամին, դատախազությունը ասում է, բայց մենք էդի կալանքի տակ ենք դրել որպես ապօրինի ծաղկունիցով գույք, այսինքն Այս ոչիլին ես ինչ ասեմ Արտուր։ Հելը ինչ որ Օնիկ Գասպանից է խոսում։ Արա Օնիկ Գասպանը այնքան թասիբ ունի, որ գեներալ տղա է, հելը գնաց իրանց տունը ոչ բան է խոսում, ոչ էլ որտեվ հասկանում է պետության անվտանգության հետ գործ ունի։ Հելը էշեշ դուսա տալի ասում է Օնիկ Գասպանը Մոսկվայում Գալփյանով Արամի հետ 6 նոցի հետ Քոչյանի հանդիպել է։ Օնիկ Գասպանը պատերազմի ողջ ընթացքում այ էշ։ Եթե դու այդքան էշ ես Չնայած պագոնով է տվել գեներալի կոչում, որ էշել չլինի։ Դու խաբար չես որ Օնիկը որտեղ է եղել։ Հրամանատարական կետում է եղել արա։ Սա գեներալը չէր ասի 45 թվի զենքերով կռվենք, իդե Արտուր ես նույնիսկ եմ նշում, սա իր այդ կանգա հետ մի բան պետք է անի։ Հավաքվեն ինքը Քոչյանը, Ռուզիկը, գնան մատ օմեգա բացենք, ես ուղղակի դες տեղերում որ չեմ եղել կյանքում, խաբար չեմ, տեղյակ չեմ դες բաներ եղել Երևանում։ Գնացեք այդ ստրիպտիզ բարեք բրցեք արա։ Դուք ետ եք։ Ալիևն էլ կգա փող կտա ոնց որ միշտ տվել է ձեզ։ Իդեպ մայիսի 9-ին Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ Փաշինյանը պատերազմի պարտության խորհրդանիշն է։ Եվ իդեպ օրեր առաջ ազգային ժողովի նիստում Անդրանիկ Քոչյանը անդրադարձավ նաև Սեյրան Օհանյանը, որ Շուշիից թռել է։ Այո, եւ ասել ինչ պայմաններում է վիրավորում ստացել։ Ասեմ, վիրավորում չի ստացել։ Երբ որ այդ Հորադիսի ուղղությամբ պետք է հակահարձակում լիներ, բրիգադի հեղինատար եղել սրա բիջը, ասեմ ինչ է եղել։ Սա ուղղակի ես այսքան խղճում էի Սեյանին, չէի ուզում այդ թեման բացեի, որովհետև դա համարում էի, որ ես իրավասու չեմ, բայց ասեմ, ինքը իրան ոտից խփել թռել է այս վիճվածքը։ Ինքը իրան ոտից խփել է, Յանի տես վիրավորվավ։ Հերոս գեներալի որդին։ Տղեն Հորադիսից է թռել Սամվել Բաբանին ասեք, սա կպատմի, գիտի։ Այն մյուս երեխեքն Ֆրանսիայում են, դե Հայաստանում չեն։ Նրանք Ֆրանսիայում, նրանք Ռուզիկը շուտ է տարել Ֆրանսիա, բայց դա չի, կլինիկա ունի այնտեղ։ Այստեղ ասեմ, մի տղեն ինքը իրան խփել թռել է դա մեկ, իսկ ինքը Սեյանը ինչ է արել։ Շուշիից էլ ինքն է թռել։
Չեք հիշում Շուշի ինքնապաշտպանության եսի մնդեյան բան էր եղել։ Պաշտպանության ղեկավարը ինչ էր այդ օրերին պատերազմի։ Թողին թրան Շուշիից։ Եկել են Երևան գորմուս են Փաշինը մեղավոր է։ Փաշինները դա ձենքը տվել է, փողը տվել է, դուխը տվել է, ամեն ինչը տվել է։ Խի թռակար անդեից։ Ասեմ Արտուր, որտեվ Քոչյանի գլխավորությամբ սխոթխա է եղել Ստեփանակերտում, այդ Օգանովսկու բնում։ Այն Գասպարյան Վովայով բանով, չէ՞, որ ասում են բրոն ավտոս բերեք բան։ Քելբաջար բանը կրակում էին ինքը Ստեփանակերտ, ասում բրոն ավտոս բերեք։ Դրա համար է պամպերսով մանգալի տան մեջ, կարող փրշտամ քաքի տակը։ Կներեք արտադրության համար։ Ուրեմն իքթու արշակը, արշակն էլ Էրեբունիում, իր զապրավկում։ Ուրեմն սրանք Արտուր ասում եմ այդ վետերանների միության այդ բնում Օգանովսկու հավաքվել են, Քոչյանը դիրեկտիվը հրաման տվել է, կներեք արտադրության համար Ժորժ ջան, բայց ժողովրդի լեզվով ասած այս վերջերս ձայնամիջյան մեջ է այդպես բան կա, չէ՞ պարագոն ասվածը։ Ասլա պարագոն արեք, որ մեր կռիվը Երևանում է։ Ծախած է հողերը ժողովուրդ ջան, մեկա տալու են, հետ եկեք գնանք Երևան վլաստը վերկանենք, ընդ է մեր կռիվը։ Տեղել է չէ Արտուր։ Հիմա լսեք արա։ Մի հասցրեք նրան, որ հրապարակեմ քֆուր ֆրցնեմ ձեր սաղիթ վրով, վերջում փաստը հրապարակեմ։ Ու դուք մնաք, այդ չէ դուք քֆուրի տակ մնացող սաղքյանքներդ այդ եք եղել։ Սերան օրեն դեռ պատմեն 90-ականներին պատրոն չես ծախի, արա հայ կամավորական ջոկատների վրա։ Քանի դոլարով ասեմ։ Արտու թո բյանս բացել չկա։ Մինչև անգամ սննդի աթխոտներն են ծախել որպես անասնակ։ Անգամ տեղյակ եմ Ռուզիկի Տրուսիկի ինչ արժի, որ ինքը նախարար, որ դուցա ինչքանով առը, այդ բիրկին սունգեն դնենք մի կողմ։ Ձեր ամեն ինչից տեղյակ են կարա։ Գիտենք ով որտե ինչ քակակեր է։ Այս վերջես մի հատ թազա բան ենք ստացել, չէ՞, Վաղաշակ հաուցյանը ինչ է, թազա շոր շայգուի հետ սենց արեցի, Վաղաշակ հաուցյան։ Տղա ջան, պատմեմ Պաունյան քո հասցեի բնականում։ Այն որ կանչել է իր մոտդ։ Էլ չասեմ։ Հետո մեզ ինչեր են պատմել այդ։ Արամ այդ կանայք։ Աղբորը տուղետ որ կանչել եք, ինչով եք զբաղվել։ Հետո ասում եմ մեզ ինչ են պատմել այդ կանայք։ Վաղո խելքդ գլուխը թավաքի։ Շայգու հետ քո հեքիաթները կեթաս ուրիշ տեղ կպատմես։ Քանի որ մեր եթերա ժամանակը շատ սուղ է, անպայման հաջորդ հաղորդմանը Արամ կպատմես դա եւ եթերի ավարտին Ռոբերտ Քոչարյանը բոլորիս սիրված թեման, այս մարդը չի շարունակում իր ընտանիքի հետ չի հանգստանում ուրախացնել, քանի որ արդեն սիրելի հայրենակիցներ սկսել է քարոզարշավը, ես նույնիսկ իմ էջում ստատուս էի դրել եւ ասեմ Ռոբերտ Քոչյանը ֆիլմեր է նկարում իր մասին, քարոզարշավն է սկսում, արա միանգամից 3 հարց միացնեմ իրար։ Կվենտին Տարանտինոյի հետ է։ 3 հարց միացնեմ իրար եւ կխնդրեմ այս 3 հարցին պատասխանել։ Սիրուշովն էլ ռեժիսորն է։ Այո։ Առաջինը, որ այդ ֆիլմի մեջ դարձավ նա կենթանասեր, սկսեց ինչ-որ սիրել, հա, աղջիկը չի հավատում իրենց ընտանիքի հետ կապված ասածներին։ Երկրորդ հայտարարեց այդ ֆիլմում, որ ասում է բան որպես արցախցի հայաստանցի ասում է, սարքել են Հայաստանում, նույնիսկ արցախցիները ջղայնանում են, մենք ոբշի ընդհանուր մեկ ժողովուրդն ենք, մեկ ազգն ենք, ջղայնանում են, որ տարանջատում են դնում։ Դա ինքը իր բերանով ասեց, չնայած ես ինքս եմ լսել բազմաթիվ անգամներ ներկայացնում, որ ասում են դուք հայաստանցիք, մենք Արցախ։ Ահա ես այս փաստերով կներկայացնեմ։ Եվ հաջորդիվ քարոզարշավի ժամանակ Ռոբերտ Քոչյանը ուզում է նմանվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այդ համբուրվելով ժողովրդի հետ շրջապատված ուղեկցվելով, սակայն այդ տեսանյութերը մենք չենք տեսնում, փոխարենը այդ անվտանգության աշխատակիցներով պատված նա տեղաշարժվում է, անկյունից ինչ-որ մի կնոջ են բրթում առաջ կամ Վագիֆի նման ուտողուրացողների են բրթում առաջ, որպեսզի տենց գա ինքն էլ բերանը ծռի եւ ամբիոնից հայտարարեց, թե բա կգնաք տիկին Բելային կպատմեք, որ այդ պամադան բան տենց, թե իրան ով էր իր համար խենթանում, որ իր սարոջկայի վարատնիկը դրան էլ խնդրում եմ անդրադառնաս, եւ ամենաուշագրավներից մեկը ասում է երկրի բյուջեն ժողովրդի փողն է, անթույլատրելի, երբ այդ փողերով բան են կառուցում եւ ժողովրդի վրա մունաթ են գալիս, ինչպես նաեւ տեսանք, ես ցավում եմ նաեւ որ մի հարցազրույց տեսանք, մի աղջիկ ինչ հարցեր էր տալիս, այդ աղջկա ծնողները պետք է այդ երեխուն ուղակի
Շթողեին գնալ մասնակցել, այդպես հարցնում են հյուրան դուք հայմերը գիտեք, բան ինքն էլ որ ասում է 3 լեզվով գիտեմ, հետո նաև բանկերը sense ինչ-որ հեքիաթներ է պատմում Ռոբերտ Քոչյանը, այս ամենին կխնդրեմ Արամ անդրադառնաս, ծավալուն պատասխանես եւ արդեն ավարտենք մեր այսօրվա եթերը։ Արտուր, այս համաշխարհային կեղտին ես էլ չգիտեմ էլ ինչ ասեմ, որ այս սրա նման падոշ անիկնասեր չմո ես չէի տեսել կյանքում, բայց չեմ զարմանում, որովհետև տեսեք, սա այդ Ղարաբաղցի մեկի հայաստանցի թեզը որտեղից է եկել։ Սա կհիշեք այն պորնիկի տեղ ունեն, որ մեռավ, սատկեց, այն Զորի Բալյանն ինչ էր։ Այո։ Խնդրում եմ տեսանյութը մի հատ Արտուր թարմացնենք մեր ժողովրդի շրջանում, որ կենացա խմում, ասում է բանը Արկադի Ղուկասյանն էս բջերը նստած ասում է Ղարաբաղը գրավելուց, Բաքուն գրավելուց առաջ մենք պետք է Երևանը գրավենք։ Փաստա չէ՞ կա այդ ամեն ինչը։ Իրանց հերը։ Սա ինչ արի, սա 98 թվին, երբ որ զավթեցին իշխանությունը 98-99 թվին եկանց դե Ղարաբաղցիքին բես լցեց պաշտոնների, սկսին ուղղակի հայ ժողովրդին կողեն տոկոսի տակ կներեք։ Մեծ մասը թողեց փախավ, մի մասին գցին բանկերով, բանով տոկոսների տակ գույքը խլին, ստրկացին։ Հայ ժողովուրդը ասես Ղարաբաղ ուր մտնում էր Ղարաբաղի բաբրով խոսացող պիղծ էր նստած մի հատ պաշտոնյա, նալոգ հավաքող։ Դրա համար ժողովուրդը ասես ատել սրանց։ Բայց վերջի կուլմինացիան եղավ այն ժամանակ, երբ որ մարտի 1-ին Ղարաբաղից սնայպերը բերին, դրին ժողովրդին սկսին գյուլել Երևանի կենտրոնում։ Հիմա Ռոբերտ Քոչյանի աղջկան եմ ասում, Գանեին։ Գանը այն փիչխա մարդը որ կա, Վիգենը, քաղաքի տղա է, այն ուլը։ Հələ Վիգենին հարցրա, Վիգենի աղբերը նորմալ տղա է, փողոցները մեծացած, թողնում է գա պատմի քեզ։ Եթե դες տեղյակ չես։ Կիսուրիտ ասա թո պատմի, քաղաքի ժողովուրդ են Երևանի։ Թե ծախվան։ Բամատելեք թողան ինձ Արտուր, թողան ինձ ապացուցեն, ես ներողություն խնդրեմ հրապարակային, այլ քաղաքականությամբ չզբաղվեմ, չխոսամ, թողեմ գնամ Հայաստանից։ Ով է սպանել մարտի 1-ին այն հայ երիտասարդին, սնայպերով։ Գլխից խփեցին ուղակի։ Հիմա Գանը ջան, գնա հորդ ասա Արավետիսյան Արամը, հայրիկ, ասում է Պորնիկի տղա Ռոբերտ Քոչյան։ 2008 թվին դու եղել ես նախագահ։ Սնայպերով Երևանի կենտրոնում մարդ են սպանել։ Վաղը որ քո բջին Ռոբերտ սնայպերով գլխից խփեն օպերայում կամ կոնգրես հյուրանոցից դուրս գալուց սնայպերով տնեն հաստատ գլխիդ գլխին։ Չես գալու ասես Նիկոլ Փաշինյան, երկի ղեկավարը սեղ, այդ ոնց եղավ որ Երևանի կենտրոնում դրի սնայպերով բջիզ գյուլին։ Ասելու ես, չէ՞, ճղելու ես քեզ։ Բայց հիմա մենք էլ դուժող հայ ժողովուրդն ենք։ Հարց ենք տալի, ասում ենք Ռոբերտ Քոչյան, արի, եղել ես երկրի նախագահ։ Պատասխանատուն, ամեն ինչից տեղյակ ես եղել։ Ոնց որ հիմա Նիկոլ Փաշինյանն է երկրի ղեկավար, գնում զեկուցում են, չէ՞։ Այս ինչ տեղը, այս ինչ դեպքը տեղի ունեցավ։ Այս ինչ մարդը, այս ինչ բաներ ուզում աներ։ Բա արի մեզ պատասխանի, այդ ջահել տղուն ում էր վատություն արել, իջել էր խանութ մարդը Լեո փողոցում։ Սնայպերով դրին գլխից խփին Արտուր։ Так что Գանը մի այդ Կոգորտիլոսի արցունքներին ոչ մեկ չի հավատում։ Ու վերևը Աստված կա։ Ձեր ցեղին Աստված է պատժում։ Այն ձեր բարեկամները, որ ինվալիդի կայլասկի վրա են հիմա տենց գնում գալի, այն ինչը տեղի ունենում է, այդ Աստծո պատիժն է, որտեղ դուք եթե չպատժվեք հայի կողմից, Աստված ձեզ պատժելու է, Աստծո պատժից չեք կարող փախնեք։ Ու Ռոբերտը պետք է երկար ապրի Արտուր, որ տենա իր բջերի տանջանքը, որը որ ես կազմակերպելու եմ։ Սա պետք է տանջվի Արտուր, որ հասկանա, որ ուրիշի երեխուն կյանքը խլելը հանուն իշխանության, հանուն փողի, մարդկանց տանել երեխեքին մատաղանելը ինչ է նշանակում։ Ինքնու այն մորֆինից այն բենզինից Սերժիկը, դրանից որ մոռացանք։ Այն Սաշիկ մաշիկ են այսօր մեր ընկերը գիտեր որ եթերի ենք Սաշիկից էին խոսում, որ փախել է Իսպանիա, այտենց մահականուն բան չէ, կեղտից, ասում է Կլարիոն Պետրովնա է, ասում է Սաշիկի արձականը Արամ։ Այդ Կլարիոն Պետրովնա է, այդ դուք այն աստիճանի հասակ, որ այսօր սորական ժողովուրդը ձեզ ածականներ է տալի, կնգա ածականներ, հերոս եք վախտին խաղում, այրանք պիտի տանջվեն Արտուր,
Արամ Ռոբերտ Թե չէ Ռոբերտ Քոչյանը ուզում է, չգիտեմ, Տարանտինոյին հրավիրի, Սիրուշոյի հետ ռեժիսորություն անի, չգիտեմ, ընդ էլով կային։ Կրեոսնիացով նկար է, Ֆրանսիս Ֆորդ Կապոլա էր, ինչ էր, չեմ իմանում։ Ուզում է իրանց գեզմանից հանի բերի, չգիտեմ, 6 հատ կինո նկարի, ինքը մնալու է հայ ժողովրդի պահության մեջ որպես համաշխարհային տականք։ Սարոջկայի վրա համադայր։ Ասում եմ այդ եղնիկներ սվիտերով են կանգա հետ են, որ ասում եմ կանգա ունքերը ոնց որ Բրեժնևը շիրիմից նոր հելած էր։ Այդ ոնց եկել եք անաղուած քրդի շամպես։ Այ Վագիֆի ձերը բռնած բոմժ ենք սարքելու ձեզ։ Որտեվ դուք թուրք եք։ Թուրքը sense բան չի անի Արտուր։ Թուրքս վերջի 200 տարում այսքան վնաս չի տվել հայ ժողովրդին, ինչքան էս 30 տարում էս կեղտերը։ Խնդրում եմ այդ վերջին հարցին էլ անդրադարձիր եւ փակենք եթերը։ Երկրի բյուջեն ասма ժողովրդի փողն է։ Արտուր էշեշ խոսում է, ես այլևս ուղղակի ժամից ավել խոսում ենք, մի քիչ մեր հայրենակիցներն էլ ասում եմ դրության մեջ մտնենք, դե ժամերով կարամ ես ոչից ես խոսամ, բայց մյուս եթերում խնդրում ինձ հիշացա, ես մի շատ կարևոր հարցի պետք է անդառնամ, սա Պորնիկ քավորը որ կա այդ գենան, ինչ-որ ստենդը դուս է տվել իմ հասցեին, ինչ-որ բայսա կտենակ ինչ եմ անելու, ոնց եմ անելու, ուրեմն լսի, գենա Երևան պլազայի։ Պուտանկա հասը տա պատասխան տալու Մոնակոյում, քո ասածների համար ու չընտրլո Սիրուշոն։ Այ Ռոբերտ Քոչյանը կզանգի քեզ, կասի գենա ես ինչ արիր։ Այ դուք կարմիր գծեր անցակ։ Դրա համար ասում եմ, չընտրլո այդ Մարիա այդ պուտանկա հարսը, մեկ այդ չընտրլո Սիրուշոն։ Այ այդ երկուսն են պատասխան տալու քո ասածների համար, որ իմ հասցեին ասել ես։ Դե շնորհակալություն քեզ Արամ։ Սիրելի հայրենակիցներ, պետք է խնդրեմ նաև ձեզ փողոցում հանդիպեք, եթե հանդիպեք մեր նկարանող խմբին, խոսում է Հայաստանը հաղորդման շրջանակում, այո, ակտիվ եղեք, պատասխանեք, եթե տեսնեք մեր կարմիր միկրոֆոնով տարբերանշանը, վրան Արամ Ավետիսյան News գրված, խնդրում ենք նաև պատասխանեք մեր լրագրողների հարցերին։ Դե ինչ Արամ, շնորհակալություն քեզ, շնորհակալություն ձեզ, սիրելի հայրենակիցներ, որ այս 1 ժամից ավել անցկացրեցիք մեզ հետ, պետք է խնդրեմ նաև բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որպեսզի նոր տեսանյութերի ծանոթություններ ստանաք առաջին, ինչպես նաև կիսվեք եւ լայքեք այս տեսանյութը, որպեսզի ավելի շատ հայրենակիցներ դիտեն թե Հայաստանում, թե Հայաստանի սահմաններից դուրս։ Ձեզ հետ քաղաքագետ Արամ Ավետիսյանն է, ես Արթուրն եմ, բարի եւ խաղաղ գիշեր ենք մաղթում ձեզ եւ թող որ բոլոր լուրերը միայն բարի լինեն։